Ընկերներ ջան, բարև։ Ինչ է ուզում ասեի։ Դիտեցի Արշակ Սրբազանի ասուլիսը։ Ասեմ, որ Արշակ Սրբազանի հետ մի 2-3 անգամ հանդիպել ենք, շատ կարճ։ Չի եղել առիթ, որ այնպես չի, ինչպես ասենք Միքայել Սրբազանի եւ Բագրատ Սրբազանի հետ, որ շատ երկար ժամանակ եմ անցկացրել եւ շատ մոտ հարաբերություններ ունեմ, այսինքն ոչ թե անցկացրել եմ, որտեղ հիմա ցավոք սրտի զրկված եմ այդ պատիվից, նրանց այդ ժամանակ անցկացնելու, իսկ անցկացրել եմ, որովհետեւ շատ իրոք 13 տարի մոտավորապես ծանոթ եմ, 14 արդեն տարի Բագրատ Սրբազանի հետ եւ Միքայել Սրբազանի հետ ընդամենը 2-3 տարի է, բայց շատ հարազատ, ես ինձ որպես հոգևոր առաջնորդ նրան ընդունում եմ, կարոտում եմ, այդ ամեն ինչը ասելու մեջ օգուտ չկա, պետք է ամեն ինչ անել, որ այդ մարդիկ հայտնվեն ազատության մեջ, բայց այսօր ուզում եմ խոսել Արշակ Սրբազանի մի հատ արտահայտություն կա, որ ասում է կոշիկներով մտավ աչքս, հայկական, ժողովրդական արտահայտություն այդպես ասում են, այդ մարդը կոշիկներով մտավ, ինչով, իր տղամարդկությամբ եւ դասվեց իմ ամենասիրելի Սրբազանների շարքին, չնայած ես մինչեւ էդ էլ Արշակ Սրբազանին որպես կողքից նայելով, դիտելով նրա ուրեմն ելույթները, նրա պահվածքը, նրա դիրքը, ձիրքը, այդ ամեն ինչը իմ համար հայ առաքելական եկեղեցու մանավանդ բարձր դասի հոգևորականները նրանք պետք է աչքի ընկնեն հենց տղամարդկությամբ։ Այդ կուսակրոնություն բան, դա մի կողմ դրած, դա իրենց ու Աստծո միջև կնքած ուրեմն ուխտ է եւ նրանք եթե որևէ մեկը նրանցից խախտում է, ես չեմ ուզում մտնել, լավ խոսք ասես, անդր որովայնային, հա, հարցերի մեջ չեմ ուզում մտնել, դա տղամարդուն վայել չի։ Այդ պոռնո նայելով մեծացած այդ հիվանդ ուրեմն սեռաքաղցերը, որ այսօր հայտնվել են այդ աթոռներին, այդ իշխանություն կոչված, նրանց էությունն է դա, նրանք այդ իրանց էությունն է, իրանց փոխել չի լինի։ Դրա համար էլ նրանք կամերաները դնում են սրա նրա ուրեմն բաներն են քննարկում ինտիմ կյանքը, նրանք ուրիշ բան չունեն, ամբողջ կյանքը դրանով են զբաղվել, չկայացած ոչնչություններ, բայց դա մի կողմ։ Արշակ Սրբազանը այսօր իրոք, որ ասում է կոշիկներով անդերս, մտավ աչքս որպես հայ տղամարդ, առաջին հերթին, տղամարդավարի կանգնեց, լրագրողներ, դադարեցրեք ելույթ ունենալ, դուք չեք գալիս ասուլիսների հայտարարություններ ու ելույթ ունենալու, հարց տվեք։ Այդ 2 ժամ կեսից ուրեմն ժամ ու կեսը ձեր հայտարարություններն էր հնչում։ Փոխանակ հարց տակ հայտարարություն եք անում, արդեն ոնց որ համոզված ձեր իմացածի մեջ հայտարարություն եք անում, հետո մի հատ ստից հարց եք տալի։ Իհարկե որոշներին ասա վերաբերում, ոչ բոլորին։ Բաց ճակատով նստեց, նայեց, հասկացա ինչի էր միջև հիմա, որտեվ ինչի միջև հիմա չէր խոսում տենց բաց, որտեվ փաստորեն քննչական կոմիտեն արգելք էր դրել, որ քննության գաղտնիք եւ այլն, ու ինչպես ինքը ասեց, ձեռքերը կապել էին եւ հարվածում էին դարպասին։ Իսկ հիմա նա բաց ճակատով նստեց հանգիստ տոնով, առանց վրդովելու, առանց ինչ որևէ ձևականության, առանց որևէ ավելորդ ուրեմն պաթոսի եւ այլնի, շատ հանգիստ պատասխանեց բոլոր իրեն ուղված հարցերին։ Իհարկե ես կողմ եմ, որ ինքը գրեհիկ ուրեմն որ անդր որովայնան հարցերին որոշներին նույնիսկ պատասխանեց, որպեսզի ցրի այդ ուրեմն կասկածները, բայց ամոթել է էլի արա, ինչ իսկականից էլի ուր եք մտնում բանի ու բանի արանքը, երկու բաների արանքն չի եք մտնում։ Եվ այլն։ Բրավո Արշակ Սրբազանին, որ ցույց տվեց, որ հայ առաքելական եկեղեցու հոգևորական է, տղամարդը ինչով է, անսասան։ Նույնիսկ եթե դու ինչ որ մի գիծ բռնել ես, եւ նույնիսկ եթե ինչ որ բանում սխալվել ես,
Բայց դու եթե հանուն քո ազգի, հանուն քո գաղափարների, հանուն քո համոզմունքների այդ գիծը պահում ես, տղամարդությունը դրա մեջ է, թե չէ ջրիկներ այդ քացերի նման, հիմա ինչքանը օրինակ նայում եք այն մնացած են այսօր բանը վաճառված այդ սրբազանցերը ոնց են գլուխները կախած միջև իրենց ամորձ չգիտեն գլուխները ու կողեն փախնում են ամենասովորական հարցերից բա որ դուք արդար եք ինչ եք փախնում պահկվում ժողովրդիչ կամ այսօր իմացա որ դրանցից մեկը դիմելա որ իրան պաշտպանեն իր հոտից դու քո վրայի հոտից պաշտպանվի քո հոտը քեզ վնաս չի տալու դու քո այդ հոտած այդ փտած այդ վախկոտ որ տակը լցրել ես այդ հոտից պաշտպանվի միլիցիայը թող քեզ քո փեմպրսի հոտից պաշտպանեն թե չէ ինչ ես գնացի ասպա ոստիկանությունն դիմել որ իրան պաշտպանեն ուրեմն այդ դրանցից մեկը որ իբր թե իրեն սպառնում են եւ այլն ամոթը մի քիչ տղամարդ եղեք այդ է ուզում ասեի շատ ուրախ եմ որ Սրբազանը Արշակ Սրբազանը նստեց հանգիստ բոլոր հարցերի պատասխանները սպառիչ տվեց եւ այս ուրեմն կռապաշտերի այդ դիվական ծրագիրը որ այդպիսի վիդեոներ սարքելով մարդկանց խայտարակելով անդր որովայնան հարցեր որ շատերին հետաքրքրում է ցավոք սրտի այսօր մեր հասարակության մեջ շատերը հետաքրված են արա դուք գնացեք ձեր կեղտոտ ռուսիկները նայեք հələ մի հատ գնացեք իմացեք ով է ձեր կնանիքի ծոցը մտնում ինչ եք ընկել ուրիշների անդր որովայնա հարցերը նայում սերաշեղված ապուշներ ոնց կարա մարդու հետաքրքիր ուրիշի անձնական կյանքը ով ինչ արեց էսի ինչ արեց էնի ինչ արեց մտում սա հավատացյալ են դարը հիմա այլ պահանջում են բան ինչա էսի ուխտադրուժա այնի ուխտադրուժա կուսակրոն չի քեզ ինչ արա քեզ ինչ դու քո հավատքով գնա դրանու մա հավատքդ դրանով է հանդիսանում քո հավատքը ինչև է շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Արշակ Սրբազանին տղամարդ հայ տղամարդ լինելու համար ու այդպես տղամարդ ճակատը բաց նստեց հարցերին բոլոր պատասխանեց սպառիչ պատասխաններ տվեց իմ կարծիքով եւ այդ կռապաշտ այդ եկեղեցակործանների ծրագիրը գնալով խափանվում է ինչի որտեվ իրենք իրանց փորած փոստ են ընկնում փոխանակ Արշակ Սրբազանին իրենց այդ շինծու վիդեոներով եւ այլով խայտարակելու ավելի բարձրացեցին նրա պատիվը իսկական հայ տղամարդուն գնահատող հայերի մեջ այդքան բան իսկ այն մնացածը դարձան մեր փողոցային ժարգոնով ասած անողնաշար քացեր վախկոտ սրիկա դավաճան ազգուրած դավանափող կռապաշտ քացեր որ ցավոք սրտի նաև մեր եկեղեցու նաև մեր ամենայն հայոց կաթողիկոսի վեհապարի բարությունից օգտվելով հայտնվել են մեր եկեղեցում սա թող դաս լինի մեզ բոլորիս եւ մանավանդ եկեղեցուն որ հոգեվորական դառնալու համար մանավանդ նման կառույցի պետք է անցնել ամենամանրակրկիտ գենետիկ եւ այլ բոլոր ուրեմն ստուգումները պետք է անցնեն ամեն մարդ չպիտի կարողանա գնա դառնա հոգեվորական որ բացառվի նման բաները հետագայում եւ այսօր աղանդավորները ես լսել եմ ասել եմ մի անգամ նորից եմ կրկնում ինչպես ժամանակին կոմունիզմը քանդեցին շպիոններ մտցնելով այսօր շատ աղանդավորներ իրենց երեխաներին իրենց բարեկամների երեխեքին ուղարկում են ճեմարան ես լսել եմ չեմ կարող հաստատել որպեսզի հետագայում մի 20-30 տարի հետո ներսից կարողանան քանդել միգուցե 30 տարի արդեն դա անում են ես համոզված չեմ բայց այդ վտանգը այդ ուրեմն ձիու պատմությունը կարա եւ եկեղեցում օգտագործած եւ ինչպես տեսնում ենք այս 10 չեն 8-ն են 10-ի անուն են տալի լեսպի ճիշտ եմ են երկուսի անունը որ երկուսի անուն են տալիս եւ արդյոք դա ճիշտ է թե չէ
Որտեղ որքանից տեսա 8 սրբազան են եւ ընդել է ստորագրությունները 8-ն էին, եթե չեմ սխալվում։ Այդքան է։ Թող Աստված պահապան լինի մեր եկեղեցուն, մեր վեհապարին, մեր գահակալին, Սուրբ Թադեոսի աթոռի գահակալին, մեր նվիրաբերական աթոռի գահակալին, մեր միապետին, հայոց միապետին, մեր վեհապար հայրապետին, մեր եկեղեցուն, մեր անդավաճան հոգևորականներին եւ մենք էլ որպես հայ հավատացյալներ անսասան կանգնենք նրանց պաշտպանությանը, մեր եկեղեցու պաշտպանությանը։ Սա նոր վարդանանք է եւ մենք հաղթելու ենք։ Այդ արտահայտությունը հայ ենք, քիչ ենք, բայց հայ ենք ճիշտ է ասած։ Մենք քիչ ենք, այո, իրոք քիչ ենք։ Ցավոք սրտի փոքրամասնություն ենք մեր երկրի մեջ, բայց հայ ենք։ Չվախենաք։ Լավ եք։